2026 թվականի գարնանը Երաժշտության թագավորական ակադեմիայի հին դահլիճում անցկացվում էր հիշատակի երեկո։ Բեմում կանգնած էր մի երիտասարդ թավջութակահարուհի։ Նախքան բեմ դուրս գալը նա շշնջում էր. «Ով եմ ես, որ նվագեմ նրանից հետո»։ Ուսուցիչը պատասխանեց. «Դու նրա շնչառության շարունակությունն ես։ Նա չի մեռել, քանի դեռ նրան նվագում են»։ Եվ աղջիկը դուրս եկավ բեմ։ Նա աղեղը վերցրեց զգուշությամբ, ասես ձեռքում ոչ թե գործիք էր, այլ թռչուն։ Առաջին տակտը հնչեց անվստահ, հետո ավելի համարձակ, եւ հանկարծ նվագախումբը կենդանացավ։ Տարածվեց այն նույն շունչը, որը ժամանակին լսել էին Abbey Road ստուդիայում։ Դահլիճում տիրում էր լռություն։ Ունկնդիրները կառչում էին ամեն հնչյունից, կարծես վախենալով բաց թողնել անցյալի հպումը։ Երբ համերգն ավարտվեց, դահլիճը երկար ժամանակ չէր ծափահարում։ Մարդիկ նստած էին չկարողանալով հավատալ, որ ժամանակն ընդունակ է վերադարձնել նման զգացողություն։ Իսկ հետո սկսվեցին ծափահարությունները, ոչ թե պարզապես աղմուկ, այլ երախտագիտություն։ Աղջիկը լաց եղավ եւ խոնարհվելով խոսափողին ասաց. «Ես նվագում էի հենց այն նույն թավջութակով, այսօր այն բերել են թանգարանից։ Մենք ցանկացանք, որ այն նորից խոսի»։ Դահլիճը պայթեց։ Ոչ ոք չգիտեր, թե դա ինչպես է հնարավոր, բայց հնչյունը կենդանի էր, ոչ թե ձայնագրություն, այլ իրական։ Թավջութակը երգում էր։ Ժամանակը թվում էր նրան չի դիպչել։ Ժապավենը հնանում էր, բայց ուժը չէր կորցնում։ Նա մահանում էր 28 տարեկանում, հարություն առնում 42-ում, եւ կլսվի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի երաժշտության հասկացությունը։ Թանգարանի դահլիճում, երբ լույսերը հանգչում են, պահակներն ասում են, թե հեռվից լսվում է թույլ վիբրատո, Էլգարի առաջին նոտան։ Միգուցե դա ընդամենը քամին է, իսկ միգուցե հենց թավջութակի հիշողությունը։ Այն, ինչպես եւ իր տիրուհին, չհաշտվեց լռության հետ։ Այսպես են ծնվում հավերժական լեգենդները, ոչ թե թագերի ու ծափահարությունների մեջ, այլ հնչյունի եւ նրա արձագանքի նուրբ սահմանագծին։ Այդ արձագանքի մեջ էլ ապրում է նա, Ժակլին Դյուպրեն, կինը, ով թավջութակը սիրեց կյանքից առավել։ Նոր դարաշրջանի մարդկանց համար նրա նվագը կարող է հնչել գրեթե անփույթ։ Դրա մեջ կա շփում, անհարթություն, կենդանի անկատարություն, բայց դրանով է նա շնչում։ Դա է նրա իսկությունը։ Երբ աղեղը դողում է, իսկ նոտան հազիվ է պահվում կեղծիքի եզրին, ունկնդրի շունչը կանգ է առնում։ Նա զգում է, թե ինչպես է ներսում տատանվում հենց ինքը, կյանքը։ Ճակատագիրը կարծես ընտրեց նրան, որպեսզի հիշեցնի. արվեստը պարտավոր չէ լինել հավերժական, այն պարտավոր է լինել ազնիվ։ Եվ եթե ազնվությունը ցավ է պահանջում, նա կընդունի այն։ Եթե կորուստ է պահանջում, կընդունի նաև դա։ Ժակլին Դյուպրեն ապրեց իր կարճատև կյանքն այնպես, ասես ամեն նոտա կարող էր լինել վերջինը, եւ այդ պատճառով ամեն մի նոտա լի է իմաստով։ Ժակլին Դյուպրեն չմնաց քարի կամ բրոնզի մեջ։ Բրոնզի մեջ քարանում են կայսրերը, քարի մեջ քնում են զինվորները, իսկ նա ապրում է լարի թրթրոցի մեջ, ժապավենի խշշոցի մեջ, ամեն մի շնչի մեջ, որով սկսվում է երաժշտությունը։ Եվ երբ նոր երաժիշտներից մեկը վերցնում է թավջութակը եւ առաջին անգամ համարձակվում է նվագել այն նույն ֆրազը, որը հնչել էր 1965 թվականի օգոստոսին, աշխարհը նորից շունչ է քաշում նրա հետ միասին։ Եվ ինչ որտեղ ժամանակի ու լռության արանքում ծնվում է ծանոթ շշուկը. «Լսիր, սա Ժակլինն է, նա դեռ նվագում է»։